որ արծի կենթանակերպի եւ խոյի կենթանակերպի ազդեցության տակ ծնված այդ անձինք ուղղակի վայելում էին սերը, նրանց առաջարկություններ էին ստանում, նվերներ էին ստանում, սեր առաջին հայացքից այդքան էլ տեղին չէ, համենայն դեպս խոյի եւ առյուծի համար, քանի որ Նեպտունն է այդտեղ նաեւ գտնվում եւ Սատուրնը արդեն իսկ մայիսի 25-ից անցել է խոյի կենթանակերպ, նրանք այնպես զգացողություններ են ունեն, որ կյանքում չեն տեսել։ Սատուրնի դեպքում 30 տարի առաջ է եղել, Նեպտունը արդեն 100-յակ պետք է անցնի եւ ավել, որպեսզի նորից գտնվի խոյի կենթանակերպում։ Տպավորություններ անկրկնելի, հույզեր, այսպես Նեպտունը իրականությունից կարծես կտրվում է պլատոնական սեր, Վեներան ձկների կենթանակերպում հենց այդ որակներով է օժտում մարդկանց, էլուր մնաց, որ հենց Նեպտունը արդեն իսկ խոյի կենթանակերպում մարդիկ ակտիվ կլինեն իրենց հույզերը, զգացմունքները, աստվածային սերը արտահայտելու ինչևէ ժամանակները տանում են դրան եւ ես ուրախ եմ, որ մեր հայրենակիցների շրջանակներում երջանիկ մարդիկ կան եւ նրանք փորձում են իրենց կյանքը կարգավորել եւ ես ուզում եմ, որ հենց մեր հաղորդումներով էլ մենք խթանենք ծնելիության աճին, ասում եմ նրանք, ովքեր կփորձեն սեռի պլանավորում անել կամ երեխայի հետ կապված խնդիրներ կան, ապա ձեզ զղջված տարբերակներով կարող ենք օգնել, որպեսզի ձեր տանը լինի ուրախություն։ Սիրելի հետևորդներ, այստեղ դիտարկում եմ փաստորեն Նեպտունը ձկների կենթանակերպում է եղել 2011 թվականից մինչև 2025 թվականի մարտ եւ նա խոյի կենթանակերպ վերջնականապես անցնելու 2026 թվականի հունվարի 26-ից մինչ 2038 թվական մայիսի 22-ի մոտակայքը։ Պատկերացնում եք, իսկ Սատուրնը, որը 25/05/2025 թվականին արդեն իսկ անցել է խոյի կենթանակերպ, ժամանակավոր եկել է Նեպտունն էլ, Սատուրնն էլ եկել են այստեղ ինֆորմացիա են հավաքում, փորձում են հարմարվել, որտեղ ուզեն չուզեն նրանք պետք է տեղափոխվեն խոյի կենթանակերպ։ Սատուրնը գիտեք խանդավառ մեկ շերքի կենթանակերպում եւ նա իրեն լավ չի զգում խոյի կենթանակերպում, բայց ուզի չուզի պետք է հարմարվի։ Սատուրնը դաստիարակելու կարմայի ժամանակի մոլորակն է։ Այժմ ժամանակները եկել են, որ Սատուրնը իր ուղումներով փորձի շտկել խոյերի կարման։ Իհարկե այստեղ տարաձայնություններ կարող են լինել, որտեղ Նեպտունն էլ խոյի կենթանակերպում անասելի զգացմունքներ, զգայություններ